Բարի լույս ժողովուրդ ջան։ Այսօր նկատելի է մեր հասարակության մեջ անտարբերություն։ Ինչու, որովհետև չկա ընդհանուր տրամադրություն գիտակցության, որ այս ամեն ինչը նաև քոնն է։ Այս ամեն ինչը նաև քոնն է։ Մյուս կողմից էլ չկա լավ զգալու ցանկություն այդ արարքի մեջ։ Օրինակ, եթե ես կարող եմ մեկին օգտակար լինել, ես այդ օգտակարությունը լինում եմ եւ ինձ լավ եմ զգում, որտեղ հասկանում եմ, որ ես կարողացա օգտակար լինել։ Այսօր հակառակը հետեւյալ մտածումն է. ինչպես կարելի է խույս տալ եւ լավ զգալ, որ կարողացա խույս տալ։ Ինչպես կարելի է չանել եւ լավ զգալ, որ իմ մոտ ստացվեց, ես շարեցի դա։ Ուրեմն սիրելիներս, այսպեսի մի կարճառակ կա, երբ ճանապարհի մեջտեղին մի քար են գաց լինում եւ բոլորը անցնում դառնում են այդ քարին, նայում են, բայց ոչ մեկը այդ քարի շուրջ որևէ մտածում չի անում, թե հեռացնի ճանապարհից, որտեղ խանգարում է բոլորին։ Եվ վերջը մի գյուղացի գալիս է, տեսնում է, ջղայնանում է եւ քարը հեռացնում է։ Քարը հանելիս տակը տեսնում է բարգով ոսկի, որտեղ եւ նամակ կա գրված ասելով, թե այս քարով հեռացրեց այս ոսկին իրենն է։ Ուրեմն շատ արարքների հետևում օրհնություն կա թաքնված։ Եթե մենք խուսափենք անելուց, ուրեմն այդ օրհնությունը մեզ չի հասնի։ Եթե մենք անենք, ուրեմն այդ օրհնության տերն ենք դառնալու։ Այնպես որ եկեք այսօր էլ խորենք մտածենք, որ մենք շատ բաներ ունենք անելու, որոնց համար Աստված մեզ իր օրհնությունները պիտի տա, Աստված իր հայրական սերն ու ջերմությունը պիտի տա։ Եվ չխուսափենք, այլ անենք, մաքուր պահենք, հոգատար լինենք, հոգ տանենք, սեփականի գիտակցությունը արտահայտենք եւ վայելենք այն օրհնությունները, որ դրա հետևում թաքնված են։ Բարի եւ խաղաղ օր ձեզ, Աստված օրհնի ձեզ։